80 տարի առաջ այս օրը, մայիսի 9-ին, խորհրդային բանակը հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի նկատմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ փորձություն էր Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, ամեն ինչ ռազմաճակատի եւ ամեն ինչ հաղթանակի համար։ Այս մտքով 4 տարի ապրում էին Խորհրդային Միության միլիոնավոր քաղաքացիներ, կրելով ծանր զրկանքներ եւ չխնայելով ոչինչ, ընդհուպ մինչեւ սեփական կյանքը։ Հայ ժողովուրդն ի թիվս այլոց իր զգալի ավանդն է ունեցել ընդհանուր գործում եւ այդ ներդրումը կարելի է համարել հիրավի անգնահատելի։ Հայերի համար այն խիստ կարևորվում էր նրանով եւ ավելի շատ էր պետք հաղթանակը, քանի որ հակառակի պարագայում Թուրքիան պատրաստվում էր մտնել Հայաստան, եթե Գերմանիան հաջողության հասներ։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մինչև 600,000 հայորդի։ Մարտերի ընթացքում ցուցաբերած խիզախությունների համար 106 հայորդի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Մարշալ Բաղրամյանը եւ լեգենդար օդաչու փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը 2 անգամ պարգևատրվել են ԽՍՀՄ հերոսի ոսկե աստղ մեդալով։ 26 հայ դարձել է Փառքի շքանշանի բոլոր 3 աստիճանների ասպետ։ Մարտի դաշտում զորքերի հրամանատար էր 68 հայ գեներալ, 1 ծովակալ եւ ավիացիայի 1 մարշալ։ Պատերազմից հետո 86 հայի շնորհվել է գեներալի, իսկ 9-ին ծովակալի կոչում։ Այսպիսով ընդհանուր առմամբ գեներալի եւ ծովակալի կոչումներ են շնորհվել պատերազմի 165 հայ մասնակիցների։ Հայերի ավանդի ու ներդրման մասին հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ շատերի կողմից է բարձրաձայնվել եւ խոսվել։ Այսօր հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 24 News-ը պատմելու է եւս 1 հայի մասին, ով մասնակցել է պատերազմին հանուն այն գաղափարի, որի համար կռվում էին միլիոնավոր մարդիկ՝ հայրենիքի, հաղթանակի եւ ընտանիքի։ Ռուբեն Մելքոնյան, Մուշից Ալեքսանդրապոլ գաղթած Մելքոնյանների մեծ գերդաստանի զավակ, որը 32 տարեկան հասակում ուղարկվել է ռազմաճակատ։ 1941 թվականին զորակոչվում է բանակ 3-րդ անգամ, մինչ այդ զորակոչվել է ֆիննական պատերազմի ժամանակ, մինչ այդ սովորական ժամկետային զինծառայության եւ լինելով 32 տարեկան եւ ունենալով 3 անչափահաս երեխաներ, ուղարկվում է ռազմաճակատ։ Մի քանի ամիս հետո պահպանվել են նրանից մի քանի նամակներ եւ վերջին նամակը Ուկրաինայից է 41 թվականի վերջին եւ դրանից հետո կապը նրա հետ կտրվում է։ Արդեն տասնամյակներ անց Ռուբեն Մելքոնյանի թոռը, գիտնական, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը, փորձելով իմանալ ամեն հնարավորը պապի մասին, ուսումնասիրություններ կատարելով գտնում է փաստեր, որ այն դիվիզիան, որտեղ եղել է Մելքոնյան ավագը, շրջափակման մեջ է ընկել Կերճի մոտակայքում եւ շնորհիվ Գարեգին Նժդեհի գերի ընկած հայերին առանձնացրել են եւ չեն գնդակահարել։ Փորձել են ստեղծել այսպես կոչված հայկական լեգիոն, որը եթե Գերմանիան պատերազմի մեջ մտներ Թուրքիայի հետ, իբրև թե պետք է մասնակցեր Արևմտյան Հայաստանի ազատագրման։ Բայց այդ կեղծ այսպես միֆը շուտով փլուզվում է եւ հայերին փորձում են օգտագործել գերի ընկած հայերին փորձում են օգտագործել ընդդեմ սովետական միության եւ կան բազմաթիվ վկայություններ ու փաստեր, որ հայերը հրաժարվում են դրանից ու ստիպված գերմանական իշխանությունները, ֆաշիստական իշխանությունները զինաթափում են հայերին եւ նրանցից ստեղծում են աշխատանքային ճամբարներ։ Տասնամյակներ հետո ընտանիքին հայտնի է դառնում, որ 1942 թվականին զինկոմիսարիատից ստացած պաշտոնական նամակը, թե Ռուբեն Մելքոնյանն անհետ կորել է, իրականում գտնվել է Լեհաստանում եւ դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներից է եղել։ Լեհաստանում ստեղծվում է ուրեմն շինարարական ջոկատներ, որտեղ լինում են առանձին հայկական բատալյոններ եւ այնտեղ պահպանվել են նաեւ պապիս եւ մի շարք այլ հայերի նկարներ, որոնք մենք գտել ենք 2000-ականներին։ Եվ արդեն 1943-ի վերջին հայկական գումարտակները, բատալյոնները տեղափոխվում են Հոլանդիա, Նիդերլանդներ, տեղակայվում են Հյուսիսային ծովի ափին եւ նրանց տրվում է պաշտպանական կառույցներ, այսպես կառուցելու հանձնարարական։ Եվ որոշ ժամանակ անց
հայերը, նրանց կողքի կղզում գտնվող վրացիները, այսինքն վրացիներից կազմված առանձին բատալյոնները, հայերից կազմված առանձին բատալյոնները սկսում են հակաֆաշիստական գաղտնի գործունեություն եւ շատ շուտով սկսում են համագործակցել հոլանդական պարտիզանական շարժման հետ, դիմադրության շարժման հետ ու իրականացնել տարբեր գործողություններ։ 1944 թվականի վերջին հասունանում է հայերի ապստամբությունը, քանի որ նացիստական Գերմանիան պարտության շեմին էր եւ դաշնակցային ուժերը տարբեր կողմերից մոտենում էին արդեն Նիդերլանդներին, 1944 թվականի դեկտեմբերին 7 հայերի կողմից բաղկացած խումբը, որի մեջ է լինում Ռուբեն Մելքոնյանը, փորձում են գործողություն իրականացնել, սակայն փորձը ձախողվում է եւ նրանք ձերբակալվում են։ 44 թվականի դեկտեմբերին Հյուսիսային ծովի ափերին մոտենում են դաշնակիցները, կանադական եւ բրիտանական զորքերը եւ հայկական այդ լեգիոնը, ճամբարը որոշում է ապստամբել եւ փորձում է օգնություն ստանալ դաշնակիցներից, այսինքն առաջարկում է անել համատեղ գործողություն, այսինքն իրենք ապստամբեն ուրեմն Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ միաժամանակ հարձակում լինի նաեւ դաշնակիցների կողմից, որպեսզի ազատագրվի այդ հատվածը եւ նաեւ այդ ամբողջին պետք է մասնակցեր հոլանդական ընդհատակյա դիմադրության պարտիզանական շարժումը եւ հայտնի չէ թե քանի անգամ է շփումներ եղել եւ ինչ գործողություններ են եղել, որովհետեւ այդ ձերբակալումից հետո հարցաքննության ժամանակ պարզվում է, որ դա առաջին գործողությունը չէ, որ արվել է հայերի կողմից, անգամ այդ հարցաքննության ժամանակ նշվում է ամեն մեկի ընդհատակյա պաշտոնները եւ պապիս Ռուբեն Մելքոնյանի անվան դիմաց գրված էր Chief of Staff, որը կարծես թարգմանվում է շտաբի պետ, որը համակարգել է այդ ընդհատակյա գործողությունները եւ այդ վերջին գործողությունը դետալներով նկարագրում է, որ փորձել են գերմանական պաշտպանական ինչ որ հատակագծեր քարտեզներ փոխանցել դաշնակիցներին, որպեսզի հարձակումը այդ ուղղությամբ լինի, ստանալ նաև որոշակի ռազմամթերք, որպեսզի պայթեցումներ իրականացնեն թիկունքից եւ նավով ուրեմն այդ հանդիպմանը գնալիս ծովի տեղատվության մակընթացության, այսպես փուլին են հանդիպել եւ նավը ուրեմն խրվել է ավազուտներում, որը նկատել են ֆաշիստական ուրեմն զորքի ներկայացուցիչները եւ ցավոք սրտի կարողացել են ձերբակալել 7 հայերին։ Ձերբակալված 7 հայերի մոտ հայտնաբերվել է քարտեզները, որոնք պետք է փոխանցեին դաշնակիցներին։ Նրանց դաժան կտանքների ենթարկելուց եւ հարցաքննելուց մեկ օր հետո 1944 թվականի դեկտեմբերի 9-ին Հյուսիսային ծովի ափին գտնվող Միդելհարմիս քաղաքի մոտ գնդակահարում են։ Ստիպել են, որպեսզի հայերը իրենք փորեն իրենց գերեզմանը, իսկ գնդակահարության ժամանակ ականատեսը պատմում է, որ այդ 7 մարդիկ խմբակային երգ էին երգում մեզ անծանոթ լեզվով, ենթադրաբար կամ հայերեն կամ ռուսերեն, եւ միջոցառումը զոհվելու 80-ամյակին միջոցառման մի դրվագը տեղի ունեցավ հենց գնդակահարության վայրում, որտեղ ուրեմն ինձ առիթ ընձեռվեց կանգնել այն նույն վայրում, որտեղ գնդակահարվել է պապս 80 տարի առաջ եւ գրելով իր անունը ելույթ ունենալ հենց այդ նույն վայրում, խոսել նրա եւ ընդհանրապես հայերի ներդրման մասին համամարտկային խնդիրներում եւ կարծես ցույց տալով այդ շարունակականությունը եւ նաեւ տեղեկացնելով ներկաներին, որ Գյումրիում մինչ օրս էլ պապս ոչ իմանալով իր գործունեության տարբեր դետալներ, մինչ օրս էլ լեգենդար, այսպես կերպար է մեր մեծ Գերդաստանում եւ այդ անունը կարծես սակրալիզացված, սրբադասված անուն է եւ երբ որ այս դետալները ես սկսեցի փոխանցել
իմ հորեղբայրներին, պապիս եղբայրների, երեխաներին, սերունդներին, կարծես այդ միֆական կերպարը, որը տասնամյակներով եղել է նաև Գյումրիի այդ տրադիցիոն ուրեմն միջավայրում էլ ավելի ամբողջական դարձավ։ Պապի Ռուբեն Մելքոնյանի զոհվելուց 80 տարի հետո թոռը Ռուբեն Մելքոնյանը կանգնած է հենց այն վայրում, որտեղ գնդակահարվել է պապը։ Եվ շատ այսպես անբացատրելի զգացողություններ են, երբ դու ծնվածդ օրվանից լսել ես մի մարդու մասին, իր անունը կրում ես, իր թոռն ես, ինչ որ դետալներ ես լսել իր մասին, պատերազմի մասնակցություն եւ այլն ու երկար տարիներ ենթագիտակցորեն գոնե փնտրել ես նրան եւ այդ զգացողությունը երբ տասնամյակներ հետո ի վերջո տեսնում ես այդ անունը գրված քարին եւ հանդիպում ես թեկուզ այդ ձևով, բայց հանդիպում ես քո լեգենդի հետ եւ փորձում ես աղոթել բոլոր այն մարդկանց փոխարեն, ովքեր տասնամյակներով սպասել են, մտածել են, հիշել են, հույս են ունեցել տեսնել Ռուբեն Մելքոնյան ավագին, աղոթեց նրա հորն ու մոր փոխարեն, նրա կնոջ, նրա երեխաների եւ այլ հարազատների անունից եւ մի հետարքիր կարևոր դետալ էլ հայրս, որը արձակագիր էր եւ իր գրականության թեմայի մի մասը վերաբերում էր երկրորդ համաշխարհային, կարծես չտեսնելով հորը, պատկերացնելով գրել է վիպակներ, պատմվածքներ երկրորդ համաշխարհային մասին եւ դրանցից 1-2-ը, երբ որ համադրում եմ արդեն իմ ձեռք բերած փաստերի հետ, կարծես լիովին համապատասխանում են այն ամենին, ինչ որ արել են հայերը եւ կոնկրետ պապս ռազմաճակատում եւ հորս գրքերը եւ կոնկրետ մի գիրքը, որը վերաբերում է երկրորդ համաշխարհային պատերազմին, նվիրված է իր հորը։ Բոլոր գրքերը առաջին էջում գրված է նվիրում եմ հորս Ռուբեն Զորաբի Մելքոնյանին եւ այդ ուրեմն գիրքը ուրեմն ես դրեցի պապիս շիրմաքարին որպես իր որդու, որին տեսել է 4 տարեկան վերջի անգամ, իր որդու ամբողջ կյանքի նվեր արված իրեն եւ իր որդու ամբողջ կյանքի կարոտի այսպես խտացում ուղված իրեն, որտեվ ես ինչ օրս հիշում եմ, որ նա հայրասեր չէր, հայրապաշտ էր։ Ռուբեն Մելքոնյան ավագն իր հարազատների աչքերում ոչ միայն հայրասեր էր, այլև պաշտում էր իր ընտանիքը։ Գտնվելով հազարավոր կիլոմետրեր հեռու, ընձեռված առաջին իսկ հնարավորության պայմաններում, չնայած սուղ միջոցների, կնոջը նամակ է գրել ու հետաքրքրվել երեխաներից, ընտանիքի առօրյայից։ Ռազմաճակատից ուղարկված նամակներում անգամ ամենաբարդ իրավիճակում երևում է, որ թուղթել չի եղել մի կերպ ինչ-որ մի փոքր կտորի վրա գրած, կա հայրական քնքշության ֆանտաստիկ եւ գեր խտացած դրսևորումներ, երբ հարցնում է երեխաներից եւ տատիս կնոջը իր ուրեմն մանրամասն հարցնում, թե երեխաները արդյոք ունեն հագուստ, ուտելիք եւ այլն, ու շատ դժվար է պատկերացնել, որ ռազմաճակատից մարդ կարող է գրել ու կետերով հարցնել, արդյոք վերանորոգել եք աստիճանը, որ հանկարծ երեխաները չսայթաքեն, չընկնեն, արդյոք վերանորոգել ես պատուհանագոգը, որ հանկարծ երեխաներին վնաս չլինի, արդյոք սարքել ես դռան փականը, որ հանկարծ երեխաները դուռը չբացեն, դուրս գնան, երեխաներին չթողես, որ վիզները ծուռ մնա, եւ ռազմաճակատից գրում եմ երեխաներին հանկարծ չծեծես, եթե նույնիսկ չարություն անեն։ Ամեն րոպե պատկերացնում եմ ձեզ, ձեր ապրելը։ Հաց որտեղից կառնես։ Գորգոտ, մագարոն ունես կամ յուղ, պանիր, նավթ ունես, երեխեքը չպլախչեն, խոմ չես ծեծե, դրանը փագարար, պատակոննիկները տրին, որքան մոդդ փող ունես։
Հորիցս նամակ կուկա, սիրոյիս ուր դարան, դոդոյիս աչքերը ոնց են, կհիշեմ օջոս պանրով բրդուց շատ կուզեր։ Երազիս շատ խառնակ երազներ եմ տեսնում, Արփո ջան, մեկ անգամ տեսա օջոս նստած դռանը ջիդը ձռած լաց էր լինում, ուզեցա գրգել, զարթնա։ Իսկ դու բոլորովին աչքիցս չես գնում, են իմ ասածներն արա, հետո կարտոլ էպեի մուզածիս պես, իմ տեղս կերեք։ Երեխեքուն մի թողնի արևի տակ անդեղի մանկան, նանեն օջոյիս կաշե, զամո գար ամուր պագե դուրը, նարդվանը լավ սարկե երեխեք չնգնին, նամակ շատ գրե, երեխանց մատը թող սարգեն նամակի տակ, դուն քո անունըտ գրե։ Արփո ջան, իմ տեղս երեխանց թշները պակե, շատ նամակ գրե։ Արփենիկ ջան, շորերս ու գլխարկներս քիծ արևին չորնան, միգուցե բախտ ունեցա եկա կհակնեմ։ Ես լավ եմ, միայն մտածում եմ ձեր մասին։ Կամո ջան, խնդրում եմ տունը քիչ կարգի բերեք եւ գրեք արդյունքի մասին։ Նանե ջան, երեխաներին մուղատ կաց։ Անցած բանի մասին մտածել չարժե։ Ինչ որ պիտի լինի, եղածն եղել է։ Ցավը մենակ մերը չէ, ընդհանուրինն է։ Ինչ որ պիտի լինի եղած, եղել է։ Արփո ջան, ընդունիր, որ ես այդտեղ եմ, թեկուզ չգամ, իմացի, որ կամ։ Երկար տարիներ պապիկի մասին ամենաաննշան տեղեկությունները փնտրելուց, իրար գլխի հավաքելուց հետո Ռուբեն Մելքոնյան կրտսերին բախտ է վիճակվում լինել այնտեղ, որտեղ վերջին անգամ փակվել են պապի աչքերը։ «2024 թվականի դեկտեմբերին Ռուբեն Մելքոնյանը հրավեր է ստանում Հոլանդիայից, մասնակցելու կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր պապիկին և իր 6 ընկերներին, ովքեր 80 տարի առաջ գնդակահարվեցին նացիստական Գերմանիայի կողմից։ Պետականորեն կազմակերպված միջոցառում էր և միակ հյուրը, միակ ժառանգը ուրեմն ես էի և այդ միջոցառման ժամանակ նաև հստակ շեշտվում էր պապիս և իր 6 ընկերների հայ լինելը, բարձրացված էին եռագույնը Հայաստանի, խոսվում էր հայ ժողովրդի պատմության մասին և տարբեր գործիչներ հոլանդական, ինչպես պաշտոնյաներ, այնպես էլ հետազոտողներ, լրագրողներ, անգամ վետերաններ մասնակցեցին այդ միջոցառմանը, այսպես մեծարման միջոցառմանը, և շատ հետաքրքիր է, թե ինչպես Եվրոպայում այդքան մանրակրկիտ հիշվում է և մեծ նշանակություն է տրվում ուրեմն երկրորդ համաշխարհայինին հայերի մասնակցությունը։ Geschiedschrijving worden Գրիշա, Ռուբեն, Վոլոդյա, Ժորա, Սաշա, Հայրապետ, Հրաչիկ 7 խիզախ հայ զինվորներ, ովքեր մարտնչել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և այդ պատերազմում նրանք զոհաբերել են իրենց կյանքերը հանուն մեր ազատության։ Այսօր մենք կանգնած ենք այստեղ սովետական զինվորների փառքի արահետ Պանթեոնում, որպեսզի հարգենք նրանց հիշատակը և արժանին մատուցենք նրանց։ Սովետական բանակի այս զինվորները, որոնց ճակատագրերը այլ կերպ են ձևավորվել, գերի ընկնելուց հետո շարունակել են պայքարը և սատարել են հոլանդական դիմադրության շարժմանը ընդդեմ ֆաշիստ օկուպանտների։ Նրանք տարբեր կերպ են փորձել սատարել հոլանդացիների դիմադրության շարժումը և այդ գործողությունները անվտանգ չեն եղել, սակայն նրանք ինքնազոհաբար պայքարել են մեր բոլորիս ազատության համար։ Նրանց ապստամբությունը իրենց համար շատ թանկ է արժեցել, նրանք ձերբակալվել են և մահապատժի ենթարկվել։ Այստեղ նրանց վերջին հանգրվանում մենք բոլորս իրար հետ գալիս ենք, որպեսզի հիշենք նրանց, երբեք չմոռանանք այն ինքնազոհությունը, որը արել են նրանք։
Այսօրվա հիշատակի միջոցառումը մեզ կապում է հայ ժողովրդի պատմության ավելի լայն սպեկտրի հետ։ Ազգ, որը դարերի ընթացքում կրել է ծանրագույն փորձություններ։ Մենք ամենից առաջ հիշում ենք հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղ հայկական անկլավում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Բայց չնայած այս ամենին հայ ազգը միշտ պահպանել է իր ուժն ու հավատը և դիմագրավել։ Այս 7 հայ զինվորները ահա այդ համառության և անգամ ամենածանր ժամանակներում հույսի պահպանման հայկական ոգու կրողներն են ու արտացոլողները։ Մենք այսօր ոչ միայն հիշում ենք նրանց, այլև ոգեշնչվում նրանց օրինակով։ Մենք կրողն ենք նրանց ժառանգության և այն արժեքների, որոնց նրանք հավատարիմ են եղել և հանուն որոնց նրանք պայքարել են։ Գրիշան, Ռուբենը, Վոլոդյան, Ժորան, Սաշան, Հայրապետը և Հրաչիկը միշտ մեր հիշողության մեջ են։ Ես Ռուբեն Մելքոնյանն եմ, թոռն այն Ռուբեն Մելքոնյանի, ով 1941 թվականին զորակոչվելով սովետական բանակ մարտնչել է ընդդեմ համամարտկային չարիքի, ֆաշիզմի, նացիզմի և զոհվել Նիդերլանդներում 1944 թվականի դեկտեմբերի 9-ին։ Այստեղ Փառքի արահետում իր մշտական հանգրվանը գտած պապս մեկն էր այն հայերից, որ մասնակցելով երկրորդ համաշխարհային պատերազմին և գերի ընկնելով չդադարեց իր պայքարը ընդդեմ նացիզմի, ֆաշիզմի և համամարտկային չարիքի։ Ռուբեն Մելքոնյանի պատերազմական պատմության երկրորդ հատվածը կապված է հոլանդական դիմադրության շարժման հետ, որին մասնակցել և աջակցել է իր ուժերի ներածին չափով և բառիս բուն իմաստով իր կյանքի գնով, ինչի հետևանքով էլ 80 տարի առաջ այսօրը 1944 թվականի դեկտեմբերի 9-ին գնդակահարվել է իր 6 ընկերների հետ միասին։ Ես պապիս փնտրել եմ գիտակից կյանքի առաջին իսկ օրից։ Նրա նկարը տեսել եմ մեր տան կենտրոնում փակցված, նրա մասին կարդացել իր արձակագիր որդու Հովհաննես Մելքոնյանի գրքերում, որոնք բոլորը նվիրված էին իր հորը, Ռուբեն Մելքոնյանին, ում տեսել էր մինչև 4 տարեկանը և ում պաշտում էր իր ողջ կյանքում։ Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ և առաջ Նիդերլանդների պետությանն ու ժողովրդին, հատուկ շնորհակալություն հայտնել այն բոլոր նվիրյալներին ու կառույցներին, որոնք տասնամյակներով զբաղվում են երկրորդ համաշխարհայինին մասնակցած հայ զինվորների ճակատագրերի ուսումնասիրությամբ ու նրանց շիրիմների խնամքով։ Իսկ այն, ինչ այսօր տեսնում եմ, կարող եմ անվանել երախտագիտության մի ֆանտաստիկ դաս։ Սա կարելի է անվանել երախտագիտության հոլանդական մաստեր կլաս։ Նախկին ԽՍՀՄ-ում և հետխորհրդային երկրներում կա տարածված մի ռուսերեն դարձված, որը կարճ ու դիպուկ ցույց է տալիս սերունդների երախտագիտությունը երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած իրենց պապերի հանդեպ։ Այդ խոսքը ռուսերեն այսպես է հնչում. Սպասիբո դեդու զա պաբեդու։ Ես այսօր այս վայրում պապիս շիրիմի մոտ կանգնած ամբողջությամբ ու խորությամբ զգալով այդ արտահայտության ամեն բառի իմաստը, ասում եմ շնորհակալ եմ պապիկ, շնորհակալ եմ Ռուբեն Մելքոնյան։ Փառք բոլոր զոհերին, կեցցե Նիդերլանդները, կեցցե Հայաստանը։ Երբ կանգնում ես այն նույն վայրում, գնդակահարության ճիշտ նույն վայրում, որտեղ փակվել են Ռուբեն Մելքոնյանի ավագի աչքերը և այդ նույն վայրում խոսում է մեկ այլ Ռուբեն Մելքոնյան ու խոսում է դրականի մասին, շարունակության մասին և կարծես հետաքրքիր մի ձևակերպում արվեց, որ սրանով կարծես նրանք հաղթեցին ժամանակին և չարին, այսինքն գնդակահարվում են այն նպատակով, որ մոռացության տրվի, նրանց գործը չշարունակվի, չհիշվի եւ այլն, բայց իրենք 80 տարի հետո դա կարծես ինչ-որ այլ տիպի հաղթանակ էր ժամանակի ու չարի հանդեպ, երբ միևնույն է 80 տարի հետո կա շարունակություն եւ կա նույն անունով, նույն արյունով մարդ, որը կանգնում է նույն տեղում, որտեղ ընդհատվել է մեկ իր նախնու կյանքը եւ
շարունակում է խոսել։ 80 տարի առաջ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն այսօր կրկին խոսում է հաղթության մասին։ Հաղթություն հանուն մարդկության, սերունդների շարունակականության ու մարդկային բարօրության համար։